մամ ջան, լավ է, չէ՞ որ ստե եկանք։ Ոայ Արամիկ, հավատա, որ ինձ համար հիմա մեկ էր թե ուր կգնայինք, մենակ թե տուն չգնայինք։ Խի ես տենց ասում, մամ, ինչի վատ է մեր տանը։ Ուրիշները երազում են մեր տանպես տուն ունենան, մենք էլ տնից ենք փախնում։ Տունը կուզեն, համամեջի դժբախտություններից կհրաժարվեն։ Լավն էր։ Սիրտս կանգնում է, էլ տանը չեմ կարողանում մնալ։ Մամ, խի ես տենց նեղված։ Պատկերացրա, որ այդ անշնորհք աղջկա համար անհանգստանում եմ։ Դու հավատա, անհանգստանալ պետք չի։ Այն գիշը սիրում է այդ երեխուն։ Ու հաստատ չի ցավացնի։ Դու ինչ գիտես է։ Մամ, խի դու նոր ես իմանում։ Ես ամեն ինչ գիտեմ։ Ուրա թե հերդ գտնի տուն բերի այդ երեխուն։ Կբերի, մամ ջան, կբերի։ Բերելը քիչ է, այդ խորեն չեղածին պետք է գժանոցում փակել տա, որ այսպես մեծ ասեղների վրա չպահի։ Ախր մամ ջան, նրան էլ մեղադրելու չի։ Հերա, սիրում է իր երեխուն։ Էդ ինչի սկսեցիր դրան պաշտպանել, չեմ հասկանում։ Դե մամ ջան, ծնողը սիրում է իր լակոտին։ Դուք էլ դրել բաժանել եք իրարից։ Դու դրան մի պաշտպանի, թե չի ես հիմա կգժվեմ։ Արի մի գժվի էլի մամ ջան։ Գիտես ինչ եմ մտածում, ասում եմ ինչ լավ է, որ ես կնիկ երեխա տենց բաներ չունեմ։ Իմ համար ապրում եմ։ Իբր լավ բան ես անում, մի հատ էլ հպարտանում ես արածովդ։ Ուզում ես ամուսնանալ։ Ես հիմա չգիտեմ ում համար ինչ եմ ուզում, բայց ասեմ քեզ Արամիկ, քեզ համար անհանգստանում եմ, գիտես։ Այդքա կարող է դու ինչ-որ պրոբլեմներ ունես։ Ինչ պետք է լինի ինձ մամ ջան, ինչի վրով ես ասում։ Երեխա ունենալու։ Հաստատ չբեր չեմ մամ ջան։ Չնայած ես ինչքան գիտեմ, չբեր մենակ կնանիքի վրով են ասում, չէ։ Լավ, հա։ Սուս մնա Արամիկ, հավեսը չունեմ։ Բայց են Կարլոս ու իր ակնիկը ոնց վրես ազդեցին, դրանց խոսալը մարդու ափերից հանում է։ Տնաշեն հերդ ոնց այդ դառ կորիզներին դիմանում չեմ հասկանում։ Այ մամ ջան, դրանք տանով վառելու բան են։ Հերս է մարդ կտավ քավոր կայնացնի։ Լսի, իսկ դրանց տղեն տեսա ոնց էր քեզ նայում։ Հա որ, նայում էր մամ։ Իսկ ինձ թվաց վախից գլուխը ափսեից չէր կտրում։ Լավ, մի հատ հորը զանգի տես գտավ։ Ախր ես զգացի, որ գույնդ փախավ։ Դարձել աշխարհից կտրված ու անջատված մեկը, բայց որ կանալ պատճառ է տններ։ Բայց կան չէ պատճառներ կասկածելու։ Ինչ պատճառներ։ Ինչ պատճառներ կարաս ինձ ասես, ինչ հիմնավոր պատճառ կարա լինի։ Վլադ այդ աղջիկը քեզանից էր նայում։ Անես քեզ եկավ փաթաթվեց։ Այո։ Անենց էր ինձ նայում եւ եկավ ինձ փաթաթվեց։ Բայց այդ իմ համար էլ էր տարօրինակ։ Ես իրան չեմ ճանաչում։ Ախր ինքը Մարտային պատմել է ամեն ինչ։ Դու իրան էլ տո Մարտային էլ вообще որ շնչակտուր զանգերա քեզ ասել է։ Դու քեզ էլ вообще որ ակաժդրդ կախել ես դրան լսում ես արա միջև հիմա։ Անես չի որ Մարտան ուզում էր զանգել, ինքն էլ էր շոկի մեջ, ինքը եթե սթափ լիներ հաստատ չէր անի դա, որովհետև ես նա խոսելուց զգացի, որ ինքն էլ սենց ինչ որ շոկի մեջ ինձ հետ խոսում էր։ Հա։ Լավա հասցրեցիր ինձ ասես որ հղի ես, թե չէ որ Մարտան մի ոտ շուտ զանգեր, էդ էլ չէիր ասելու, չէ։ Չէ։ Դու քեզ 10 մատից պես եմ ճանաչում, լավ էլի աղբոր պես, հա։ Просто շատ չեմ ճնշում քո վիճակից ելնելով։ Ուզում ես արի մի հատ թարգմանչի հետ գնանք, այդ աղջկա տուն խոսենք իր հետ, գուցե ինչ-որ բացատրություն տա։ Ոչ թարգմանչի պետք մոտ գնալ, պետք ոչ էլ զանգել ու չգիտեմ ինչ, ես սա կճշտեմ սա։ Ինչ ես անում։ Զանգում եմ Մարտային։ Ալո։ Ինչա պարապես մնացել։ Վլադ, դու ես։ Հա, ես եմ։ Խուլու համր աղջկա երեխայի հայրը։ Վլադ, ես շոկ ապրեցի, երբ ասեց։ Լսի ու պետք չէր քո շոկը Ադանային փոխանցել։ Քո սխալ ինֆորմացիան որպես հաստատ եղած բան ներկայացնել ունենան, հասկացար։ Վլադ, կարող է ես եմ ինձնից հորինել։ Այդ աղջիկն ասեց, որ քեզնից երեխա է ունեցել։ Դու լսի գլուխը պատով տվեց, հետո դու մի անգամ էլ քո ախմախ լուրերով Ադանային իրան անհանգստացնես։ Ինձ հետ հարցեր կունենաս, հասկացար։ Վայ, Վլադ, ես իրոք չէի ուզում։ Խոսում են մարդ, ինչի անջատեցիր։ Ես ասեցի այն ինչ որ ինձ պետք էր, իր խոսքը ինձ հետաքրքիր չի։ Ինչ կարող ասես շարունակում ես հավատալ ես ամեն ինչին։
Չէ, չեմ հավատում։ Բայց ինչ որ բացատրություն պիտի էս ամենին լինի։ Ես են կարգի թքած ունեմ այս ամեն ինչի վրա, որ անգամ այդ բացատրությունները ինչ հետաքրքիր չեն։ Այս տեսակ լավ որս փչացրեցիր։ Շամպայնի բաժակն էլ ջարդվեց, հետո չարը խափանվեց էլ։ Մի բան պետք է լինի, թե չէ։ Կներես ինձ։ Իսկ երբ կիմանանք, տղայա թե աղջիկ։ Մինչև այդ պետք է սիրտը լսենք։ Իսկ ես սպասում եմ, որ երեխայի հետ պիտի վերադառնաք Ալիքս Սետրագիչ։ Դե ես էլ չվերադարձա։ Հիմա ինչ։ Ալիքս Սետրագիչ, եթե ես ազդում եմ ձեր նյարդերի վրա, ես կարող եմ հենց հիմա գնալ։ Ուր գնաս այդ տղա։ Էդ ինչ դուրդ ես։ Ես մի շվետ քորմն վրա ուզում ես փախնես արագի մեջ։ Հիմա գնամ թե մնամ։ Մնա այդ տղա, ուր գնաս։ Մնա դրագի չեն կարող։ Ես մտածում եմ Ալիքս Սետրագիչ, որ այս ամեն ինչը պետք է կոսկել, թաքցնել հասարակությունից։ Այդ հասկացանք հետո։ Պետք չի, որ մարդիկ ասեն մի երեխա էլ չկարողացան պահել։ Դա ես ինչ անեմ, որ այդ երեխան անդաստերակի մեկն էր։ Ոնց պահեցինք, ելավ փախավ։ Չեղանք, այդ գժի չափել չեղանք։ Գիժնով, Ալիքս Սետրագիչ։ Դու դե հերն էլի։ Ում էդ որ հելը փախել է։ Ալիքս Սետրագիչ, չգիտեմ, մենք ամեն ինչ պիտի անենք, որ ձեր վարկանիշը պահենք։ Դու ուշադիր եղի, որ այդ ինֆորմացիան տարածում չգտնի, միջև որ տեսնեմ որտեղ ես եմ գտնում այդ աղջկան։ Հետո շատ կարևոր է, որ այդ աղջիկի ինտերվյու տա Ալիքս Սետրագիչ։ Էս ինչի։ Մեր ապահովության համար թող խոսա Ալիքս Սետրագիչ։ Թող երեխան պատմի, ասի թե դուք ինչ լավ հայր եք, ինչ լավ ընտանիք ունի իմանա, թե չէ հասարակությունը կասի մի երեխա էլ չպահեց, մեզ ո՞նց է պահելու։ Գնա, հա։ Ենքան լարվեցիր, հուզվեցիր, տես, տանը չի։ Բա ասում էիր ուզում ես անակնկալ անես։ Հա, էլի էի ուզում, դրա համար չէի ասել, որ գալու ենք։ Արի նստի։ Իսկ ինչի չէիր ասել, որ գալու ենք։ Վախենում էիր կարող ասի այդ աղջկան ինչի ես իմ տուն բերել։ Չէ, տես ման չկա ինքը քո հանդեպ լավ տրամադրված։ Չարացած չի։ Չէ, բացարձակ։ Ասում եմ, որ շատ երջանիկ զույգ կարանք լինենք։ Հա։ Մնում է ես ազատվեմ այդ չարությունից, որ իր հանդեպ ունեմ։ Չարություն թե ատելություն։ Ինձ մի բաժակ ջուր կտաս։ Ուզում ես կոնյակ կամ գինի բերեմ։ Գիտես ինչ լավ կոլեկցիա ունի Լևը։ Կարելի է։ Հա։ Ամեն քիչ կթուլանանք։ Հա, ես շատ լարված եմ։ Գլուխս պտտվեց։ Իմն էլ։ Բայց հավես էր։ Մի հատ էլ։ Չէ, արի գնանք։ Սպասի կգնանք։ Ինչի չենք գնում։ Քիչ հարցեր տուրել է։ Դու ինձ չես խաբում։ Ու ոչ էլ դու ինձ։ Ինչի ենք եկել ստեղ։ Մարդ պիտի տեսնենք, սպասում եմ։ Ում։ Կգա կիմանաս։ Բայց ինչի չես ասում։ Միլա կարաս հարցեր չտաս։ Բայց ես ուզում եմ իմանամ, թե ով պիտի գա։ Մեկը, ինչ որ մեկը։
Ես իրան ճանաչում եմ։ Նա շուստր ես, էլի ուզում ես այդ ձևով ճշտես, ում ենք սպասում։ Ես վախենում եմ։ Ինչից։ Դու չես տա, չէ՞ ինձ տանեն։ Դրա համար ես կպած ուզում իմանաս, ում ենք սպասում։ Հա։ Գանձես, ես քեզ ոչ մեկին չեմ տա։ Չես տա։ Չլինող բան ես ասում։ Դե արի միասին սպասենք։ Արի, բայց արի մի քիչ քայլենք, որ չմրսես նստելով ձեռտու։ Գնացինք։ Վայ, Ադանա, ինչ լավ արեցիր, որ հետ զանգեցիր։ Վլադը սիրուն չվարվեց, որ հեռախոսը անջատեց Մարտա։ Նենց է բորբոքվել, ոնց որ ես դիտավորել ինչ որ բաներ եմ անում։ Դե լավ համի նեղվի։ Ինձ հետ էլ նա վիճեց։ Ադանա, երդվում եմ։ Այդ խուլու համար աղջիկը ասաց, որ Վլադից է երեխա ունեցել։ Դե կամ էլ չգիտեմ, այդ հարևանուհին սխալ թարգմանեց, ինչ ասեմ։ Լավ, Մարտա, այլ մի շարունակի այդ թեման էլի։ Ողելիսի կներես, էլի խնդրում եմ։ Ես պատկերացնում եմ, թե դու պահի տակ ինչ ես ապրել։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ավելի շուտ գիտեմ։ Հաղի եմ ես։ Լուրջ։ Վայ, Ադանա, ինչ ուրախ եմ քեզ համար։ Տեր Աստված, ինչ լավ բան ասեցիր։ Այո, թե մի քիչ խելքս տեղը լիներ, ես քեզ այդ աղջկա հետ կապած այդ հիմարությունը չէի ասի։ Միանշանակ։ Ու ինձ թվում է Վլադը դրա համար է կատաղել, գիտես։ Մարտա, ես ուզում եմ այդ աղջկան տեսնեմ։ Ուզում եմ խոսեմ իր հետ։ Ոչ, ինձնից հույսդ կտրի։ Ես դա չեմ անի։ Ինձ մեղքի տակ չգցես։ Բարի օր ձեզ։ Ո՞նց եք։ Լավ, դաժե քո կանյակներից ենք խմում։ Լավ եք անում։ Կներես, որ առանց զգուշացնելու եկել ենք։ Լավ եք արել, խնդիր չի։ Լավ է, չէ, ուրախ ես, չէ, որ եկել ենք։ Հա, իհարկե։ Всё։ Հիմա մի բան հասկանամ ես, սա ո՞նց է կոչվում, ծանոթություն ծնողների հետ։ Դե նման մի բան։ Լավ է։ Ո՞նց անենք։ Ասեմ արագի մեջ սեղան գցեմ, հա? Մի լավ ածուտենք։ Ոնց կասես։ Ուզում ես բերեմ մի բաժակի դու խմես։ Չէ։ Կարող է հարսիկը պատրաստի սեղանը։ Չէ։ Իա, մոլացեց։ Գոնե համաչեր, սենց միանգամից չասեր չէ։ Երևի շուտ է ալը։ Դե, հա, երևի։ Ես ուզում եմ հետդ գալ, որ հիմարություն չանես, հանկարծ չառնես երեխուն փախնես ընկնենք կրակը, հետո չկարողանանք Միլային հետ վերադարձնել։ Լսի, ինչ ես երևակայությանը ձեռ տալիս։ Ուզում եմ երեխուն տեսնեմ, մտնելու եմ տեսնեմ ու դուրս գամ, չեմ վերցնելու փախնել։ Խորն լավ չարեցիր, հետ լավ չարեցիր, թե քեզ կրակը գցեցիր, թե ինձ։ Երևի չհավատացիր, որ կօգնեմ, որ կվերադարձնեմ աղջկատ։ Դրա համար էլ այդ քայլին գնացիր, այդ կտրուկ քայլին։ Բայց ես ինչ գնով էլ լիներ դա անելու էի։ Ես իմ խոստմանը տեր էի լինելու։
Լավ, գլուխս ֆռած երիքա, յա։ Պապ կարող է խափի չգա։ Հոգնեցիր։ Հա։ Դե մի քիչ կսպասենք, չգա, կգնանք, հա։ Լավ, վազվզի։ Արի խաղանք։ Քանի կար ուզում էիր գնանք, հիմա ուզում ես խաղանք։ Որ խաղանք, ժամանակը շուտ կանցնի։ Էլ չենք խաղում, սուս։ Ինչի։ Դե որովհետև ում որ սպասում էինք, ժամանեց։ Ուր է։ Հենա։ Ոնց ես։ Լավ եմ, պապայից հետ եմ։ Բայց լավ չես արել, որ բախել ես։ Մենք է շատ սպասեցինք, դու ուշացար։ Հա։ Իսկականից շատ սպասեցինք։ Ես անունս երեխու եկա։ Շատ ես սիրում երեխուն։ Շատ։ Չեմ հավատում։ Չէ, պապա, Վլադը լավն է, ես իրան սիրում եմ։ Տեսնենք ինքը քեզ ինչքան է սիրում։ Արդեն ասացի։ Դե ապացուցի, ու ոնց։ Ես ու երեխեն ուզում ենք երկրից դուրս գանք։ Ասենք խելքդ ուրա, որ նման բան ես ուզում։ Խելքս տեղն է, կամ օգնում ես, կամ չէ։ Դու արդեն մի հատ մեծ սխալ ես գործել, որ այդ ձևով երեխուն տարել ես դրանց մոտից։ Ես ավելի լավ գիտեմ, որն է ճիշտ ու որն է ավելի լավ մեր համար։ Դու մտածի երեխու համար լավ լինի։ Երեխու համար ավելի լավ կլինի, եթե իհարկե իմ հետ լինի։ Հա, ես շատ եմ սիրում իմ պապային։ Տեսար, ախր դու նենց ես արել, որ պապան ոչ մի կերպ չի կարողանա օրենքի սահմաններում ես երեխուն վերցնի ու քեզ տա։ Ես դուրս եմ եկել ձեր օրենքների սահմաններից, ախր անօրինական ճանապարհով ես երեխուն չես կարա հայրություն անես։ Ես ուզում եմ իմ պապայի հետ մնամ։ Ոնց էլ անես մեկը գալու են երեխու հետևից, քեզ երեխա չեմ տա։ Ինչի ես սպասեցի, որ ինձ տան, վերցրեցի ու եկա։ Ինձ լսի մի լայն արի հետ տանենք։ Չէ, ես մնում եմ իմ պապայի հետ։ Ես չեմ կանչել, որ ինձ խորհուրդ տաս։ Ուզում եմ օգնես, որ երկրից գնամ, փող ունեմ, մենակ պետքա դուրս գամ երկրից։ Չեմ կարա։ Կարող ես, մենակ դու կարաս այդ անես։ Խնդրում եմ, Վլադ, օգնիր ինձ ու պապայիս։ Ես ձեզ օգնելով մենակ վատություն կանեմ, ոչ թե լավություն։ Այդ քո վերջին խոսքն է։ Ես ես ինչքան եմ սիրում Ժանոյին, որ հանուն իրա ոտք եմ դրել մի մարդու տուն, ով հորս կյանքը խլեց։ Բայց ինու չեղավ Սոնային ընդեղ մենակ թողեցինք, որ ինչ, եկանք ստեղ առանց դանցել ենք։ Նորմալ է։ Ինչն է նորմալ։ Ատես, նորմալ է, ես չեմ ուզում, որ դու լրջացնես քո հարաբերությունները այդ աղջկա հետ։ Էլ ինչ չես ուզում, ցուցակա դուր իմանամ ինչն ես ուզում, ինչը չես ուզում։ Արա ինձ ոչինչ չի դասում, որ այդ աղջիկը ստեղ է իմ, հասկանում ես։ Լավ իմանալով թե ես ով եմ ու ոնց եմ վարվել իր հոր հետ։ Չես ես չի լինի։ Լուրջ ես չի լինի։ Ես 100 տարի էլ ապրեմ, չեմ հասկանա դու ինչ ես ուզում, ինչ չես ուզում։ Ինչից ես գոհ, ինչից ես գոհ։ Հիմա երևի մտածում ես քիչ առաջ ասում ես մարդը հարաբերությունները լրջացրու, հիմա էլ ասում է չէ հակառակը, չէ։ Չէ։ Ես գիտես ինչ եմ մտածում։
որ դու չես դադարում թելադրել, դու շատ ես սիրում թելադրել, մոռանալով, որ ես քո թելադրանքները չեմ ընդունում, եթե իհարկե չհամոզվեմ, որ դրանք ճիշտ են։ Լավ է։ Ես որոշել եմ ու ամուսնանալու եմ Սոնայի հետ։ Դու չես հասկանում, որ դու այդ աղջկան չես սիրում։ Եվ նոր հիշեցիր։ Չէ, էլի եմ ասել, նոր չհիշեցի։ Պարզապես դուք ներդաշնակ չեք։ Ինչ իմացար։ Արա ինչ իմացար եմ, որ նա քորնել կտեսնի, որ դուք իրար կողքի կանգնում եք, իրար չեք ասում։ Չստեղ ոչ թե մեր աններդաշնակ լինելու խնդիրն է, այգում մեղքի զգացումի խնդիրն է։ Ում հանդեպ։ Հարսիտ, պապ ջան, հարսիտ։ Հա։ Ես համոզված եմ, որ նույնիսկ դու մեղքի զգացում կունենաս, իմանալով, որ հարսիտ հորը սպանել ես։ Ես հասկանում եմ, տհաճ իրավիճակը ամեն օր արթնանալ, տեսնել մեկին տանդ մեջ ու նայել աչքերին, հասկանալով, որ հորը սպանել ես, դժվար է ապրել։ Լավ դեմար է, լավ է, հենց այդպես, պետք է եղել սպանել եմ։ Եթե դու քեզ դրանից ավելի լավ ես զգալու, կարող ես մի քանի մահել պարտել բերես ու հանգիստ ապրել։ Եղավ։ Չսիրելով կամ նույնիսկ թեթևակի զգացմունք չունենալով հարկավոր չի զոհության գնալ։ Չեմ սիրում։ Հա չեմ սիրում, հետո։ Դու քո փոփոխական որոշումները արի ինձ մի մատուցի։ Թող ես ապրեմ այնպես, ոնց որ ես եմ ուզում։ Թեկուզ սխալ, թեկուզ քո ասած աններդաշնակ, բայց գուցե իմ համար շատ ներդաշնակ կյանքով։ Կլինի։ Եթե չես օգնելու ժամանակ չկա, պետքա գնանք։ Դու ես երեխուն թափառական կյանքին մի սովորացրու։ Ուր եմ ելա։ Ուր է երեխես։ Մերսի, համել բարև ձեզ։ Բա դուք ինչ չեք բարևում։ Միլա։ Պապասա, ինձ ականչում կասես ինձ քո անունը։ Իմ անունը Միլա է, ինչի ինձ հետ չես խոսում։ Միլա։ Լսի քեզ չեմ ասել, առանց ինձ ոչ մի քայլ չգնաս հեռու։ Ես ընկա իսկ ինձ են քուրիկը ոտքին ա։ Ես ինչ եմ ասում, դու ինչ ես ասում, ինչ քույրիկ։ Հեն այնտեղ գնում ա։ Լսի մյուս անգամ առանց ինձ ասելու, որևէ տեղ, որևէ քայլ չգնաս, հասկացար։ Հասկացար։ Կօգնես ինձ հոպար։ Ավելի շուտ մեզ, հոպար, կօգնես։ Մոնիկա, տես, ինչ լավն է։ Մի քիչ մեծ է, բայց ոչինչ, հետո կհագնի։ Չէ՞ արևս։ Լավն են, մամուլ, բայց հերիքա, հա։ Ուզում եմ, որ թորս իմ ճաշակով հագնվի։ Շատ լավ, բայց արի ուրիշ խանութներ են, հա, մտնենք։ Հա, կմտնենք, բայց հիմա մի խանգար ինձ, հա։ Սպասի, մեկ վայրկյան։ Դե լավ, ես չեմ խանգարում ու բտտվում եմ ստեղ մի քիչ։ Այս մեկն էլ շատ։
Ես այս խանութը շատ եմ սիրում, այս ինձ խանութը։ Հենց տղես մեծանամ, ավելի հաճախ կգանք այստեղ։ Լսեցիր մաման ինչ ասեց։ Երբ կմեծանաս, մամայի հետ հաճախ կգաս այստեղ։ Մամուլ, գիտես, առաջին անգամ եմ տեսնում, որ դու իմ երեխու հանդեպ սենց սիրես, այսքան սիրես ու ցույց տաս, որ քո թորն է։ Հիմա ինչ ասեցիր դու։ Ուրեմն կասկածում ես, հա, որ ես այս երեխուն սիրում եմ։ Հետո ինչ որ սերս հաճախ ի ցույց չեմ դնում։ Չէ, вообще չեմ կասկածում, մամուլ, ուղղակի հետաքրքիր է, պատճառը ի՞նչն է։ Պատճառը մեղքի զգացումն է։ Մոնիկա, շատ վատ եմ զգում, որ երեխու համար ոչ մի բան չեմ արել։ Լուրջ եմ ասում։ Եվ հետո ուզում եմ ձեզնով ընկնեմ, որ ժամանակը մի քիչ արագ անցնի։ Որ Միլայից նորություն լինի։ Հա։ Քանի կար Ալիկը ասում էր, որ Միլան Ադամենց մոտ է։ Գնամ վերցնեմ, ասում է երեխուն կգամ։ Հիմա էլ ուրիշ բան է ասում է Ադամը ամեն բան հերքում է։ Մի խոսքով բարդ է, ամեն ինչ բարդ է, չեմ հասկանում ինչ պիտի անենք։ Ամեն ինչ բարդ չի, մամ, հենց դա պարզ է։ Երեխուն թողնելու ենք իր ծնողների հետ։ Հա, լուրջ բան եմ ասում, մամուլ, եթե երեխան ուզում է իր ծնողների մոտ գնա, ուրեմն պիտի գնա։ Երեխու ուղեղը շատ չի հասնում։ Ջան, ձեզնից հասնում էր այդ երեխուն կնքել, չէ՞։ Կնքեցիք։ Հիմա Աստված իր հետ է ու հաստատ ճիշտ ճանապարհով կուղղորդի։ Բայց գնանք, հա, արի։ Իզուր էլ քեզ դիմեցի, մեկը դու ինձ օգնող չես։ Հորդ տղեն ես, էլի։ Արես ինչ իսանեք դուք։ Ես քեզ մերժելով ուզում եմ օգնեմ։ Սենց էլ բան կլինի։ Նստած սաղովդ ինձ համոզում եք, որ հրաժարվեմ իմ երեխուց։ Բայց ինչի կարաք բացատրեք, որտեղ է տենց բան գրված։ Եթե ուզում ես, որ ես երեխան քո մոտ մնա, ուրեմն Պիտի չկա։ Չասեք ես ինչ անեմ, ու ոնց։ Լսի մի քիչ ռեալ մտածի, էլի կարող է միջև սաղ կյանքդ փախած մանգաս։ Ուր ես գնալու։ Ես իր համար ամեն ինչ կանեմ։ Լսի այդ Ալիկը ամեն ինչ կանի, որ քո վիճակը բարդանա։ Առանց այն վատ կենսագրական ունես։ Ինչ ես անում։ Դա ինչ ուզում է թողանի, ես ոչ մեկից չեմ վախենում։ Լսի այդ երեխան քո մեղքը չի գալիս։ Դու սուս մնա ուզենայիր օգնեիր, կօգնեիր։ Լսի ես ով եմ որ օգնեմ։ Դու ոստիկանության հետ կապված լիքը խնդիրներ ունես։ Դու ես իմ խնդիրները կլուծեմ, թքած ունեմ ձեր օգնության վրա։ Լսի ինչու չես ուզում ինձ հասկանաս։ Դու քեզ կործանում ես այս երեխուն էլ հետը։ Քանի իմ երեխան իմ հետ է, ինքը չի կործանվի։ Կարաս չգացել։ Չօգնեց հոպարը։ Դու չմտածես մենք առանց իրա գլուխ կհանենք։ Իրա օգնությանը չենք մնացել։ Հաջելի է պատկերացնել, թե հիմա լրագրողները ինչ են անելու Ալիկին, կզելու են, մեղվի պես թափելու են գլխին ու կզեն։ Իսկ ես ինձ լավ չեմ զգում ու կարծում եմ, որ դու նման քայլի չպիտի գնայիր։ Ինչի, խեղճում ես Ալիկին։ Ալիկի՞։ Ալիկը ինչ կապ ունի։ Ես երեխու մասին եմ մտածում։ Երեխուն ինչ է եղել։
ազգը ալիքին է խայտարակելու։ Բայց մի մոռացի, որ երեխայի անունը նույնպես շահարկվելու է։ Ինչ անենք, բան չկա։ Դե իհարկե։ Դու քո սովորության համաձայն, իսկ ես այդպես չեմ։ Ես չեմ կարող այդպես մտածել։ Ինչ մի ծանր տարար։ Որովհետև երեխայի անվան հետ չի կարելի խաղալ։ Բայց ով է խաղում։ Երեխայի անունը հանրայնացնելով դու նրա անվան հետ ես խաղում, չես հասկանում, Կառլոս։ Բան չկա, թեթև տար, լավ կլինի։ Մենք այդ երեխուն օգնում ենք Արիկի ձեռքից ազատվել։ Իսկ հետևանքների մասին չես մտածել, չես կարծում, որ դա լավ է գլխի կընկնի, որ դու ես լրագրողների ականջին կաթացրել։ Ինչի՞։ Այդ կնունքին մենակի եսի։ Չէ, մենակ դու չէիր, բայց միայն դու կարող էիր նման քայլի գնալ։ Թե կարող է, թող ապացուցի։ Թեպետ անհարմար է, ամոթ է անգամ կասկածել հարազատ քավորին դավաճանության մեջ։ Իմ լռությունն ու համեստությունը ոնց որ թե սխալ անկալվում քո կողմից։ Ատամ, Ալիք սենց արհամարական իմ աշխատասենյակ մտնելը ճիշտ չի։ Արհամարականը մոռացանք ենթարկենք։ Եթե ես մի անգամից գործի դրեմ իմ բոլոր հնարավորությունները։ Դու ոնց որ արդեն գործի ես դրել քո բոլոր հնարավորությունները։ Եթե բոլոր կայքերը դրա մասին են խոսում։ Այդ ես չեմ։ Ես իմ վրա առաջինը քար չեմ նետում։ Ես իմ անունը չեմ պախարակում։ Եթե դու չես, քո ընտանիքը չի, բա ինչա ամբողջ քաղաքը կատարվածի մասին խոսում։ Ու հետո դու ես խոսում։ Իրականում ես պետք է խոսամ, ես պետք է գոռամ, որովհետև դուք եք իմ անունը պախարակում ու գետնով տալիս։ Որ հերը իր երեխուն տերա լինում, այդ ամոթ բան է։ Իսկ ուր էր այդ հայրը։ Հա՞։ Ուր էր այդ հայրը, երբ որ երեխան մանկատուն էր գնում։ Կամ ուր էիր դու, երբ որ քո երեխուն մանկատուն էիր տալիս։ Այդ մանկատան ճանապարհը ձեր ոչ ժառանգական է։ Դուք հիվանդ եք։ Հիվանդ մարդկանց, ինչի ես պիտի պատասխան տամ ձեր հիվանդության համար։ Լսի առողջ մարդ, դուրս գնա իմ աշխատասենյակից։ Ահա, զանգում են մարդիկ, բոլոր կայքերի զանգում են, լրագրողներ, ինչ ասեմ, ասա։ Կարող է քո հեռախոսի համարը տամ իրանց, ու դու իրանց պատասխանես։ Ահա, հեսա մանկատրից են զանգում, տամ քո հեռախոսի համարը, պատասխան իրանց, ու դրանով բոլոր հարցերը կլուծվեն։ Ես չեմ կանչել, որ ինձ խորհուրդ տաս։ Ուզում եմ օգնես, որ երկրից գնամ, փող ունեմ, մենակ պետք է դուրս գամ երկրից։ Արդյոք ճիշտ արեցի ես։ Վստահ չեմ, որ ներ ճիշտը։ Չէ ինքը ինչ-ինչ, բայց երեխու մասին հաստատ կմտածի ու հետը կտանի։ Վերջապես եկար։ Կներես։ Լավ կարոտել էիք իրարից չէիք կարողանում պոկալ։ Ահա, պապան այլին, որ սկսում է իրար ճարելը, վերջ չկա։ Ինձ էլ թված արդեն մոռացել ես ու նույնիսկ մտածում էի գնալու մասին։ Լավ, Սոնա, ասացի կներես։ Գնանք։ Գնանք։ Բա հրաժեշտ չենք տալիս։ Չէ, ինքն դեղ հեռախոսով բուրըն խոսակցության մեջ է, խոսով արվինից։ Մենք գնում ենք։ Հաց պիտի ուտեինք ախր։ Ես վրա խորժակ չունեմ։ Դե պարզ է դու եմ, հասկացա։ Դե գնացիք։ Իսկ հարսանիքի օրը որոշվեց։ Մենք երկուսով կորոշենք
Все-таки это մեր օրն է, էլի, ու քեզ անպայման տեղյակ կպահենք։ Այո, դուք պարտադիր ներկա կգտնվեք։ Հա, գնացինք։ Ժանով երևս պես։ Ցտեսություն։ Հա, ես էսա գնամ։ Ինչ կա խոսացին, կիսա բան մնաց։ Հա, մնաց։ Ինչ։ Քո վիրահատությունը։ Ես չեմ վիրահատվում, մոռացի էլ։ Այսինքն դու մտադրություն էլ չունես, թեկուզ եւ այս աղջկա հետ երջանիկ ապրելու փորձ անել։ Գիտակցված մահվան ես գնում, հա։ Լավ։ Լսես, ես որտեղից դու եկար։ Լսի փորձանքը, աղջիկ, ինչ ես ուզում իզնից։